Սպասարկման կենտրոնը կծառայի մեր ազգաբնակչությանը, հրավիրում ենք մեր բոլոր բաժանորդներին ավելի քաղաքակիրթ սպասարկման։ Դե արդեն ասվել է հիմնական նպատակները մեր սպասարկման կենտրոնների, ինչպես որ սա երկրորդ կենտրոնն է, հույսով ենք, որ սա մի նոր կուլտուրա կբերի իր հետ էներգետիկայի ոլորտում, բաշխիչ համակարգերի ոլորտում, ցանկանում եմ սերտ համագործակցություն։ Տեղադրված են սրանք այս բուկլետները անվճար, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մեր բաժանորդ կարող է եւ հարցերի միջոցով եւ ուղեցույցերի միջոցով, ընդ որում ուղեցույցերը գրված են ոչ թե դասական բանի լեզվով, այլ ամենապարզ ձևով, պարզագույն, որպեսզի մարդկանց չծանրաբեռնվի, այլ հիմնական դրանք ծառայեն իրենց հիմնական նպատակին, բացատրեն, թե ինչա պետք անել, որ քայլից հետո ինչ պետք է արվի։ Առաջիկա 10 օրերի ընթացքում մենք կունենանք եւս մեկ հանդիպում, կունենանք շնորհանդես վճարումների նոր համակարգի, վճարումների առցանց համակարգի, որը թույլ կտա հանրապետության առայժմ քաղաքներում եւ առայժմ միայն Հայփոստի եւ Արջին բանկի գրասենյակների հետ համագործակցության շրջանակներում ցանկացած վճարում, որ բաժանորդի մոտ, եթե կա համապատասխան պայմանագրային կետում նշված հեռախոսահամարը, որ բաժանորդի մոտ երևա եւ էլեկտրաէներգիայի պարտքը եւ վճարումը առցանց միանգամից իր հեռախոսին երևա, սմարթֆոնին երևա եւ վճարումից հետո պարտքը։ Այսինքն առավելագույն մոտենայ առավելագույնս կկիրառենք տեխնիկական նվաճումները։ Կասեք նախորդ սպասարկման կենտրոնի արդյունքները, եթե արդեն ամփոփել եք։ Գիտեք ոնց, ես ավելին էի սպասում, որ ավելի շատ կլինեն հաճախորդներ, միգուցե բանի տրադիցիայի ուժով դեռևս ավելի շատ գնում են մեր ոչ այս սպասարկման կենտրոնները, այլ մեր տեղամասեր, մյուսներ, ամենայն դեպս ես հասկանում եմ, որ նաև դիրքի առումով սրանք լինեն մի քանիսը, օրինակ ես ասեմ, Թբիլիսի քաղաքում կա 7 կենտրոն, որը որ ու մնացած բոլոր կետերում փակված, ուղղակի չեն սպասարկում բաժանորդներին։ Մենք չենք գնում այդ տարբերակին, առայժմ մենք կգնանք աստիճանաբար եւ ժամանակը ցույց կտա։ Ու ես վստահ եմ, այստեղ, եթե վստահ չլինենք, չենք անես ծախսերը, չենք անես միջոցառումները, վստահ ենք, որ ամեն բանը ճիշտն է, ճիշտ, այսինքն եթե կա լուսավոր գեղեցիկ սպասարկման ձև, ուրեմն անհամեմատ կգերակայի սպասարկման այս ձևը։ Ժամը քանիսից քանիսն է այս կենտրոնը։ Ընդհանուր առմամբ մեր ժամերը, աշխատանքային ժամերը համընկնում են տվյալ կենտրոնի, տվյալ դեպքում Տաշիր առևտրի կենտրոնի աշխատանքային ժամերի հետ։ 8-ը։ Այստեղ 10-ից մինչև ժամը 8-ը, այո։ Այսինքն, եթե բաց է առևտրի կենտրոնը, ուրեմն բաց է նաև մեր սպասարկման սրահը այդ առաջին պահից մինչև վերջին պահը։ Իսկ արդեն պարզ է մյուս սպասարկման կենտրոնը որտեղ ու երբ։ Այո, պարզ է, ու առաջիկա ամիսների ընթացքում, 1-2 ամսվա ընթացքում կբացվեն եւս 3 սպասարկման կենտրոններ, որոնք հիմնականում մեր վարչական շենքերի տարածքում են գտնվում, կլինեն։ Դրանք Արմենակյան 127-ում գործի սպասարկման կենտրոնը, իհարկե մենք հասկանում ենք, որ դա սենց այս կարգի խիտ բնակեցված չի հաճախորդներ շատ չեն, բայց եթե մարդը գալիս է Արմենակյան 127 որոշակի հարցով, որ միանգամից իրեն հուզող հարցերը, դա մեր հիմնական վարչական շենքն է։ Երկրորդը կլինի Ֆուչիկի մեր նախկին մասնաճյուղի շենքում եւ երրորդը Քոչարի շենքի, Քոչար փողոցի վրա, նաև էլի մեր վարչական շենքի տարածքում առաջին հարկում։ Նոր դրանից հետո ավելի կդլայնվի։ Մարզերում։ Ու մարզերում առաջիկայում կլինի Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, հետո կամաց մնացած։ Ընդհանուր առմամբ ինչքան աննախադեպ։ Ընդհանուր առմամբ ես պատկերացնում եմ, որ Երևանում կլինի մոտավորապես 7 սպասարկման կենտրոն ու դա պիտի բավարարի։
Գյումրի, Վանաձոր քաղաքներում երկուական կենտրոններ, մյուս բոլոր նախկին շրջկենտրոններում փոքր թե մեծ քաղաքներում կլինի մեկական սպասարկման կենտրոն, ավել չի, իմաստ չի ունենա։ Ինչքան աշխատատեղ է բացվում այս սպասարկման կենտրոնում, ինչքան եք նախատեսել։ Տեսեք, աշխատողները պիտի լինեն ոչ պակաս, քան 2-ը, այսինքն 2-ից 4 յուրաքանչյուր կետում։ Ընդ որում Երևանի մեր սպասարկման կետերում կլինեն 3-ը նստած, 4 աշխատատեղով, որպեսզի մեկը որպես եւ փոխարինող եւ ժամերի առումով ժամային գրաֆիկներով, որպեսզի համապատասխանի աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Կասեք նախորդ սպասարկման կենտրոնում ինչ խնդիրներով են մարդիկ դիմել, ինչ հարցերով, եթե ամփոփել են։ Իհարկե, դիմել են բոլոր այն խնդիրներով, որոնք որ մենք պատկերացնում էինք, որոնք որ մենք տենց էլ նախատեսել ենք, այսինքն էլեկտրաէներգիայի այդ նոր բաժանորդների հետ պայմանագրերի կնքում, որը որ ոնց որ ավելի շատ գերակայում է դա։ Մյուսը արկա խնդիրների մասով հարցումներ, պարզաբեր պարզաբանումների ստացում։ Ինչ ասեմ, մենք դրական արձագանքներ ենք ստացել, առայժմ բացասականը չենք ստացել, բոլոր դեպքերում յուրաքանչյուր գործում կարող լինի եւ դրականը եւ բացասականը։ Ես վստահ եմ, որ այստեղ գերակայում է դրականը, բայց բացասականներ կարող է լինել, որի դեմ պետքա պայքարել, աշխատել, համատեղ պետք ունենանք շատ ավելի լավ սպասարկման որակ։ Բոլորս գիտենք առաջի տարվա մեր աշխատանքի արդյունքում, նոր թիմի աշխատանքի արդյունքում հեցի ֆինանսական արդյունքների մասին, այսինքն հեցի պարտքը շեշտակի իջել է, կորուստները շեշտակի իջել են եւ հիմնական խնդիրը դա չարաշահումների վերացումը եւ նոր ներդրումներն են, այսինքն մենք նոր ներդրումներ ենք անում հնամար համակարգը ցանցերի վերազինելու համար, որի շնորհիվ կորուստները կրճատվում են։ Երկրորդ խնդիրը, որ մենք տեսնում ենք, դա տեղում չարաշահումներն են, որը ուղղակի կառավարել սիստեմայով դժվար է։ Այսինքն պետք է մենք ունենանք նաև հետադարձ պոտենցիալ սպառողների հետ, որի միջոցով մենք կարող ենք ստանալ ինֆորմացիա չարաշահումների մասին, խնդիրների մասին եւ հետեւել այդ ինֆորմացիայի հետևից գնալ եւ խնդիրները լուծել։ Մենք այս դեպքում մենք կարողանանք ունենալ բավականին թափանցիկ էներգետիկ ընկերություն Հայաստանում, քանի որ ընկերությունը մոնոպոլ դեր ունի, հիմնականում պետք է որ ղեկավար կազմը կարողանա հավասարակշռել ընկերության աշխատակիցներին եւ ունենա ղեկավար կազմը ունենա միանգամից ուղիղ կապ սպառողների հետ եւ այս կետերը քաղաքում հենց այդ նպատակը ունեն ինֆորմացիոն ավելի շատ մեր համար որպեսզի կարողանանք հետեւել ինչ է կատարվում հենց ընդհանուր օղակներում Այն հաշվիչները, որոնք տեղադրվում են նոր շենքերում եւ որոնք ապահովում են այդ վերահսկողությունը, այս բնակիչների կողմից, դրանք ինչ տարածում են ունենալու, ավելի են շատանալ փոխարինվելու են, չգիտեմ, ինչ ծածկույթ ունենա, որ ավելի հեշտանալ։ Հիմնականում փոխարինվելու են Երևան քաղաքում։ Այդ հաշվիչները Հայաստանում արտադրված, դուք արդեն գիտեք, Հայաստանում կա արտադրություն, Հայաստանում արտադրված, Հայաստանում հավաքված են։ Հիմնական նպատակը այն է, որ տեխնիկական կորուստները հաշվիչների միջոցով մենք դեռ զգալի կրճատում ենք։ Ինքը բավականին թանկ հաճույք է, մեծ ներդրումներ պահանջում, բայց ինձ թվում է 2-3 տարիների ընթացքում մենք ամբողջությամբ քաղաքը կվերազինենք եւ դրա շնորհիվ կստանանք ավելի էֆեկտիվ աշխատող էներգոհամակարգ քաղաք։